Ոչ իշխանական ուժերն այլևս իշխանություններից իրենց պահանջների պատասխանը չեն սպասում։ Ազատության հրապարակում հայտարարվեց սկսվում է նոր փուլ։ Կարողանանք իրականացնել ամբողջական իշխանափոխություն։ Դա ռեալ է, դա իրական է, եւ եթե մենք չիրականացնենք, ուրեմն մենք ենք մեղավոր լինելու։ Ռուբեն Հակոբյանը միասնական ուժերով իշխանափոխությունն է համարում միակ փրկությունը, իսկ Արամ Մանուկյանը հայտարարում է ժամանակ չկա։ Սերժ Սարգսյանը չարիք է երկրի գլխին։ Սերժ Սարգսյանը եւ իր թիմը, ինչպես իմ ընկերը կասեր, գյադաների ժամանակ եկել է չի գնացել։ Գյադաները այս երկրում պետք է տեղ չունենան։ Ժառանգության առաջնորդ նախորդ ընտրություններում նախագահի թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին մեղադրեց գողության մեջ։ Նա գողացավ ոչ թե իմ քվեն, այլ ժողովրդի ձայնը։ Շատերն ասում էին, թե չի գա, բայց նա եկավ։ Տիգրան Ուրիխանյանն այսպես իր կուսակցության ղեկավարին հրավիրեց ամբիոնի մոտ։ Գագիկ Ծառուկյանը խոստացավ, թե ինչ ասի, մինչև վերջ անելու է, բայց Մյուս հանրավակին ես իմ ելույթը իմ խոսքը կասեմ, որին դուք սպասում եք։ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե հրաշալի քառյակը մնում է հրաշալի քառյակ ու բացատրեց, ճիշտ է, հայ հեղափոխական դաշնակցությունն իրենց հետ չէ այսօր, բայց ՀԱԿ-ԲՀԿ ժառանգություն եռյակին միացել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը։ Ռոբերտ Քոչարյանը եւ օրինաց երկիրը այս շարժման հետ որևէ առնչություն չունեն։ Եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին, դրա համար նույնիսկ շնորհակալ կլինենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց վստահել քառյակին, իսկ շարժման նպատակը մնում է մեկը՝ ազատվել վարչախմբից, եւ հիմա ըստ նրա ամենահարմար պահն է։ Եթե այս պահը բաց թողնվի եւ մոտ ժամանակներս իշխանափոխություն տեղի չունենա, ապա առանց չափազանցության թե Հայաստանը, թե Ղարաբաղը դատապարտված են կործանման։ Հանրահավաքը եզրափակվեց երթով։